Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսուհետ ևս կզբաղվեն ծխախոտագործությամբ Մասիստոբակոյի ղեկավարության նախաձեռնությամբ միջոցներով Իվանյան համայնքում կառուցվել է 16 չորանոցային խցիկ, պահեստային տարածք ու ստեղծվել է ծխախոտի իրացման բազա։ Մի խոսքով կատարվել է 350 միլիոն դրամի չափով ներդրում, ինչն հնարավորություն է տվել տեղում ստեղծել շուրջ 50 աշխատատեղ։ Եվ բացի դա, ավելի քան 400 ֆերմերների հետ էլ կնքվել է պայմանագրեր, ապահովելով ստացված բերքի իրացումն ու համապատասխանաբար շահույթը։ Սա Լեռնային Ղարաբաղի վարչապետի գնահատմամբ մեծ օգնություն է Արցախին ու նրա բնակչությանը։ Այս ներդրումը Արցախի համար կարևոր խթան է հանդիսանալու մանավանդ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Իհարկե, պարոն Վարդանյանը ժամանակին խոստացել էր իր մասնակցությունը ունենա Արցախի տնտեսության զարգացման գործում եւ այդ ցանկությունը արդեն իրականություն է դարձել։ Լեռնային Ղարաբաղում կառուցված չորանոցներն ավելացան ընկերության Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերի մի շարք քաղաքներում գործող մթերման չորացման տեղամասերին։ Այս կենտրոնը առանձնահատուկ նշանակություն ունի Մասիստոբակոյի համար, շեշտում է Միքայել Վարդանյանը, կարևորելով սահմանների ամրապնդման խնդիրը։ Բոլոր ներդրումները մենք ավելի շատ սահմանամերձ գոտիներում են կատարում։ Իհարկե բնակլիմայական պայմանները նպաստում են եւ Տավուշի մարզում եւ Ղարաբաղում, եւ ես անձամբ նպատակ ունեմ, որ այդ տարածքի շրջանների, սահմանամերձ շրջանների մեր ժողովուրդները լինեն ապահովված աշխատանքով, քանի որ եթե վաղը Աստված չտա մենք ունենանք խնդիրներ մեր հարևանի հետ, մենք չունենանք այստեղ աշխատատեղեր, չունենանք ժողովուրդ, որը ապրում է, մենք չենք կարող մեր սահմանները լիարժեք պաշտպանել։ Լուծված է ոչ միայն բերքի իրացման, այլ բերք ստանալու խնդիրները։ Մասիստոբակոն գյուղացուն տրամադրում է սերմեր, սածիրներ, պարարտանյութ, մասնագիտական խորհրդատվություն եւ գումար։ Վարդանյանն ընդգծում է, մնում է միայն աճեցնել։ Մենք այս չորանոցները կառուցել ենք ամերիկյան տեխնոլոգիայով, ուրեմն Վիրջինիա սորտն է, որը առնչություն չունի առաջվա ծխախոտագործության հետ, որը գյուղացին շատ ծանր պրոցես է անցկացրել, թելել է, չորացրել է։ Այս ծխախոտը մենք մթերելու ենք կանաչ մասով եւ այս չորանոցները, որ կառուցվել են այդ կանաչ զանգվածը չորացնելու համար։ Մեր մասնագետները ամբողջ տարի գնում են այցելության եւ այն գյուղացին, որ պատրաստ չի, որ չի մշակել եւ չգիտի ինչպես մշակի, եւ սովորացնում են եւ ցույց են տալի ճիշտ ուղղության վրա են դնում։ Եվ եթե այդ ամենին էլ գումարենք 1 հեկտարից մասնագիտորեն ու պրակտիկայում հաշվարկված շահույթը, այն է 750,000-ից մինչև ավելի քան 1 միլիոն դրամ, ապա իսկապես ծխախոտագործությամբ զբաղվելը ձեռնտու գործ կլինի։ Բնակչության կենսամակարդակն էլ բավականին կբարձրանա։